Պարոն Հավաքական ընդդիմությունը արդյոք շանս ունի այս ընտրություններում իշխանության հաղթողը։ Միանշանակ ուրիշ։ Ինչպես եք պատկերացնում, քան ձայներով։ Ես այդպիսի բան ես չեմ կարող ասել ինչքան ձայն, բայց որ անպայման հաղթելու ենք, հաղթած ենք արդեն։ Մնացածը կնայենք, ովքեր որ ամենաշատ ձայն հավաքեց, նայել իր վարչապետ տեղացու կառաջան։ Եթե չի, լավ, ոնց է քո անա։ Ես ուղղակի հարցնում եմ։ Բայց ուղղակի ես խնդրում եմ ձեր ցավը տանեմ։ Մենք բոլորս այս երկրում ներողություն, ձեր անունը ոնց էր։ Մանյա ջան, մենք բոլորս այս երկրում ապրում ենք, կա 90 կուսակցություն, 19 մասնակցություն։ Եթե ցանկացած մարդ իր ուզածը պետք է իր երկրում լավ լինի, ժողովրդի դեմքին ժպիտ լինի, խաղաղություն լինի, զարգացում լինի, մարդը կարող է իր կյանքից բավականություն ստանալ։ Կուսակցական պատկանելիությունը կապ չունի։ Ծառուկյանը եթե այդ գործի մեջ խառնվել է նորից, ոչ թե ինչ որ դրա կարիքը ես ունեցել եմ, ոչ պաշտոնի կարիք ունեմ, ոչ ճանաչման ոչ էլ գումարի, այլ սիրտս ցավում է, տեսնելով որ այդ իմ ազգը այդ ծանր վիճակում, որ ստի ձևական, սուտ խոսալով, ասելով, քամի անելով, չի կարելի այս երկիրը հնարավոր է զարգացնել, ծաղկացնել, լավ փոփոխություններ լինի, որ մարդիկ լավ ապրեն, մարդիկ այսօր թե առողջապահության, թե սնվելու խնդիրը, միջազգային վերլուծաբան ներկայացնում են 18% մարդիկ սնվելու կարիք ունեն։ Պրոստը այսօր ձեր ցավը տանեմ, դա ձեր գործն է, ասում եք, բայց իմ ուզած ես ասենք թե նայելով որ այսօր պրոբլեմներ է սարքում Ծառուկյանի գլխին 25 տարի գործանարել են, որ խոսես կխլենք, խոսես ես տունդ կառնենք, ես իմ քեզ կդատապարտենք, Ծառուկյանը ինչ ասի, ես պատրաստ եմ, ես իմ, ասենք թե ամեն ինչ իմ հայրենիք հետ չեմ փող, այդ բոլոր հիմա իմ ժողովրդին բոլոր տեղերն հարցես, իմ ուզածը մեկն է, որ իմ ժողովուրդը լավ ապրի, ու դա ոչ թե միայն տակ-տակ խոսում եմ, ամբողջ կյանքս արել եմ, ստեղծել եմ, կառուցել եմ, զարգացրել եմ, աշխատատեղեր եմ բացել, եկեղեցիներ եմ կառուցել, բարեգործություն եմ արել, ոլորտ չկա, որ առաջ չնեմ, այսօր ինչքան գումար ասենք թե նայելով Ծառուկյանի վրա 250 միլիոն Ծառուկյանի վրա, Ծառուկյանը 500 միլիոն օլիմպիական կոմիտեի վրա փող է դրել, օլիմպիադան եմ կառուցել, որ աշխարհում չկա 300 միլիոն դրել եմ իմ ազգի պատիվը բարձր պահելու համար։ Տարեկան ինչքան նվերներ, ինչքան թոշակներ ինչեր անում եմ, իրանք դրել են, որ եթե մարդը կարա 500 միլիոն սպորտի վրա ծախսի, 0-ից կայացնի, հիմա Ծառուկյանը այսօր պետք է ապօրինի հարստացում։ Իմ այդ տարածքը ժողովրդին հարցեք, Ծառուկյանը ինչից է սկսել, որ ամբողջը գիտեն, աշխատե, ստեղծե, կառուցե, փայաբաժինել հանելա։ Մարդիկ պետք է վերադառնան իրական կյանք, դադար խոսալով, սուտ ասելով, դա չի կարա երկարդի, արդեն տրակել է, չի կարա, սուտ ասել։ Այո։ Հատկապես դուք հայտնվեցիք իշխանությունների քննադատության թիրախին։ Եթե նայել եք բանավեճում Փաշինյանի հարցը նաև ձեզ էր ուղղված, եթե Ուրեմն եթե ես դրանը ոնց էր։ Ռոբերտ ջան, եթե ես այնտեղ էի, տեղին ամեն ինչ կպատասխանեի։ Ես ասենք դու տեսակ, որ հավաքն իմ ասենք թե մեծ հավաքն է, որ ես պետք է իմ ժողովրդի հետ լինեի։ Այսինքն այսօր նայելով որ հիմնական ինչ են մարդիկ ներթանան, որ ցավոտ տեղերի խփում ես, որ լիարժեք ես ասենք թե կետ ասել եմ, ինչ խնդիր կա այսօր։ Բայց ես պատասխանում եմ։ Ինչ ասել։ Բանավեճի ընթացքում հնչած հարցին, որ ուղղված էր ձեզ։ Ինչ էր ուղղված։ Չեք նայել բանավեճը։ Չեմ նայել, այո, բայց ասեցի ես այնտեղ մարդիկ էլ ասեն, եթե Ծառուկյանը այնտեղ չի, հարցը ինչի համար եք տալիս, ինչ ես ուզում դրանով ասես։ Ուրիշ հարցեր ունեք։ Պարոն Ծառուկյան, ասեք։ ճնշումներ եղան անգամ քարոզարշավի օրերին, ինչ եք կարծում։ Ուրեմն դա մտավախություն է, որ այսօր տարբեր հարցերով մարդիկ կան ստանելով, անհանգստացնելով, այսօր էլ ասենք թե մի 50 հոգի մեր մարդկանցից տարել են։ Անտեղի տեղ ինչ որ տանելով որ մարդիկ չզբաղվեն, բայց դրան էլ հարցի լուծում չի։ Ժողովուրդը հոգնել է, ժողովուրդը ուզում է փոփոխություն, սուտ ասելը դա ապագա չի։ Ինչ կա թե ճնշումները արդյունքի վրա չի ազդի ընտրության։ Ինչքան էլ որ ազդի, ինչքան էլ անեն, մեկը պարտված է։ Անհնար է, որ դա կարգավոր այնքան խասեց խաղաղություն, մինչև վերջը բերեց Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ, դա դե նշանակում է, եթե տնտեսություն չկա, պետություն չկա։ Ժողովուրդը աղքատանալու է, ասենք սննկանալու են, կորցնելու են, եղած-չեղածը կորցնել։ Եվրոպա մենք ուղարկել ենք մի մեքենա, որ 1000 հատ ավտո Ռուսաստանը գնում, մի մեքենա երկի հարց կարգավորում է ժողովուրդը։
Բայց ինչու եք վստահ որ Փաշինյանը Պարոն Սարգսյան, պարտավորեն ասում է 65% Եթե ասելով է թող ասի 95, ինչ մասնա։ Բայց դուք չես գում տարբերություն ասենք 20 թվականի, 18 թվականի մինչև հիմա, չեք զգում։ Պարոն Զարուկյան, ճնշումներ եղան, անգամ քարոզարշավի օրերին, ինչ եք կարծում, եթե ԿՊ-ն պարտվի, կհամակերպվի, թե կշարունակվեն ինչ ոճը։ Ով ինչ ուզում անի, ամենակարևոր ես մի բան գիտեմ, Աստված պետք է կամանա, Աստծո կամոք, որ արժանի է իմ ազգի իմ ժողովուրդը, դա է լինելու է։ Աստծուց առաջ ոչ մեկ չի կարողանի։ Դա որոշած Աստծո կամոք, ինչ պետք է լինի եւ ոնց է լինելու։ Ես նոր եմ ասում, մենք առաջի քրիստոնյա ազգն ենք, Աստված մեզնից երես չի թեքելու եւ իմ ժողովրդի առաջ լույս է բացվելու, լավ փոփոխություն լինելու, որ մարդիկ էլ կարողանան փող աշխատեն, իրենց տունը պահեն, բիզնես հիմնեն, փոքր ու միջին բիզնես, միայն ու միայն ինչքան մենք շուտ կարողանանք Քրիստոսի արձանը բացեմ, իմացեք, որ տարեկան 50-ից 100 միլիարդ փող է գալու, բոլորն էլ հարստանալու են, բոլորն էլ լավ են ապրելու, туриզմը զարգանալու է, ամեն մեկ աշխատանք է ունենալու, ներդրում է լինելու եւ մեր երկիրը ծաղկելու է։ Հիմնավորած ես նոր եմ ասում, այսօր արդեն ամբողջ աշխարհը սպասում է գա, խնդրեմ գնացեք բարձացեք, այսօր որով բարձանում են։ Ես ասեմ կինոֆեստիվալին ուղարկել էի, որ ներկայացնեն առաջի էջի վրա, որ ամբողջ աշխարհը այնտեղ էր, որ փոքրիկ պետություն մեծ ամբիցիաներով։ Մենք չափից մեծ ենք բռնցրել, որ կարողանանք մեր ժողովրդին ճանաչում տանք, մեր երկրին զարգացում տանք, որ օվկիանոսից օվկիանոս իմ երկրի մասին խոսեն, իմ ժողովրդի մասին խոսեն։ Այս Անդիմադիրները առավոտ երեկո ասում են, որ հարկավոր է այսօր մտածել, որտեղ Ռուսաստանը խոսում է, ասում է, հայրը մեր բարեկամներն են, մեր եղբայրներն են, հիմնական հարցը նայեք, եթե դուք շեղում եք մեզնից, ուրեմն մենք թույլ չենք տա, որ բարեկամական օգտվեք, եթե ձեզ ավելի լավ բան առաջարկում է Եվրոպան, խնդիր չկա, գնացեք, բայց մենք արդեն նայելով, որ դու մեր հետ խաղում եք, եթե տենց է, ուրեմն մենք ձեր հետ վերաբերվելու ենք, ոնց որ եվրոպական պետության, եթե գնում եք Եվրոպա, այդքան մի բան, մարդը սպասում է, եթե գազ այսօր 170, սարքվելու է 600 եվրո, տնտեսությունն էլ է կանգնելու, ժողովուրդը չի օգտագործելու, ասենք այդքան եթե ամսական 160 միլիոն դոլար Հայաստան փողեր գալի տրանսֆեր, դա չի գալու, եթե տարեկան 3 միլիարդ, որ ասենք թե ապրանքի արտահանում է, դա չիրներ, խաղեր, չգիտեմ, գիլասեր, կոնյակեր, ինչ որ ասենք ձուկեր, ուղարկում են հիմա դա էլ չի գալու, դե կարանք ապրենք, թող ապրենք, կարա դա տակից դուրս կա թող։